Պատկերացրեք սովորական երեկո։ Մարդը պարկում է քնելու լիովին առողջ, ոչինչ չի ցավում, ճնշումը նորմայի սահմաններում է։ Մի փոքր հոգնած է, մի փոքր քիչ է քնել, բայց ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է, իսկ առավոտյան նա այլևս չի արթնանում։ Եվ ամենասարսափելին այն է, որ սա հազվադեպ չէ, սա տեղի է ունենում ավելի հաճախ, քան դուք կարծում եք։ Իմ անունը Անահիտ է, եւ այսօր ես ուզում եմ պատմել ձեզ մի պատմություն, որը փոխեց իմ բժշկական պրակտիկան, իմ հիվանդի պատմությունը։ Նա 68 տարեկան էր, ուժեղ տղամարդ, 5 թոռների պապիկ։ Չէր ծխում, գրեթե չէր խմում, սիրում էր զբոսնել, երբեմն բողոքում էր հոգնածությունից, երբեմն առավոտյան գլխացավից, բայց ընդհանուր առմամբ իրեն առողջ էր համարում։ Այդ գիշերը նա պարկեց քնելու ինչպես միշտ, իսկ առավոտյան կինը գտավ նրան անկողնում։ Նա այնպես էր թվում, կարծես պարզապես քնած լիներ։ Պատճառը քնի ժամանակ առաջացած զանգվածային ինֆարկտ։ Եվ երբ մենք սկսեցինք վերլուծել նրա հիվանդության պատմությունը, պարզվեց, որ տարիներ շարունակ նա կատարում էր միևնույն գիշերային սխալը, սխալ, որը կատարում են միլիոնավոր մարդիկ։ Սխալ համար 1. Քնելը մեջքի վրա։ Դուք երբևէ նկատել եք, որ խրմփում եք, կամ ձեզ ասում են, որ քնի ժամանակ դադարում եք շնչել։ Սա կոչվում է քնի ապնոե։ Երբ մարդը քնում է մեջքի վրա, լեզուն եւ կոկորդի փափուկ հյուսվածքները փակում են շնչուղիները։ Շնչառությունը դադարում է 10, 20, երբեմն 40 վայրկյանով։ Ուղեղը ստանում է ահազանգի ազդանշան, օրգանիզմը դուրս է նետում ադրենալին, ճնշումը կտրուկ բարձրանում է, եւ այսպես տասնյակ, իսկ երբեմն հարյուրավոր անգամ գիշերվա ընթացքում։ Շնչառության յուրաքանչյուր դադար սրտի համար մինի սթրես է։ Դուք կարող եք քնել 8 ժամ, բայց ձեր սիրտը այդ ընթացքում ապրում է տասնյակ գիշերային հարձակումներ։ Վիճակագրության համաձայն ինսուլտ ունեցած մարդկանց մինչև 70%-ը տարիներ շարունակ քնի ապնոե ուներ։ Մտածեք դրա մասին։ Սխալ համար 2. 6 ժամից պակաս քունը։ Ես սովոր եմ քնել 5 ժամ։ Ինձ բավարար է։ Ոչ, ձեզ չի բավարարում։ Երբ քնում եք 6 ժամից պակաս, բարձրանում է կորտիզոլի մակարդակը, բարձրանում է ճնշումը, արյան մածուցիկությունը մեծանում է, աճում է արիթմիաների ռիսկը։ Հետազոտությունները ցույց են տալիս, քրոնիկ քնի պակասը գրեթե 40-50%-ով մեծացնում է հանգարցակի սրտային մահվան ռիսկը։ Սիրտը չի հանգստանում, անոթները չեն վերականգնում։ Դուք կարծում եք, որ խնայում եք ժամանակ, բայց իրականում խլում եք այն ինքներդ ձեզնից։ Սխալ համար 3. Ուշ եւ ծանր ընթրիք։ Շատ տարածված սովորություն։ Մարդը ընտրում է ժամը 9-ին երեկոյան, ճարպոտ, քաղցր, շատ։ Ինչ է տեղի ունենում գիշերը։ Օրգանիզմը վերականգնելու փոխարեն զբաղված է մարսողությամբ, սիրտը ավելի ակտիվ է աշխատում, բարձրանում է շաքարի մակարդակը, մեծանում է անոթների վրա բեռը։ Հատկապես վտանգավոր է 50 տարեկանից հետո մարդկանց համար։ Ուշընթրիք գումարած քնի ապնոե, սրտի համար պայթյունավտանգ խառնուրդ։ Սխալ համար 4. Ալկոհոլ քնելու համար։ Ես խմում եմ 1 բաժակ գինի հանգստանալու համար։ Ալկոհոլը իսկապես օգնում է քնելու, բայց վատացնում է քնի որակը։ Այն ուժեղացնում է ապնոեն, առաջացնում է արիթմիաներ, առաջացնում է գիշերային ճնշման թռիչքներ։ Շատ հաճախ ինֆարկտը կամ ինսուլտը տեղի է ունենում հենց գիշերվա երկրորդ կեսին, երբ թթվածնի մակարդակը ընկնում է, իսկ անոթները արդեն նեղացած են։ Սխալ համար 5. Գիշերային ախտանիշների անտեսումը։ Արթնանում եք բերանում չորությամբ, գլխացավով, սրտի արագ զարկերակով, անհանգստության զգացումով։ Սա ոչ միայն տարիքն է, սա ազդանշաններ են։ Ձեր մարմինը չի գոռում, այն շշնջում է։ Եթե չեք լսում շշնջոցը, մի օր կարող է գալ լռություն։ Ինչու հենց գիշերը։ Գիշերը ճնշումը բնականորեն իջնում է, բայց եթե մարդն ունի խնդիրներ, աթերոսկլերոզ, խիտարյուն, ապնոե, արիթմիա, գիշերը դառնում է ամենավտանգավոր ժամանակահատվածը օրվա ընթացքում։ Շատերը կարծում են, որ սիրտը գիշերը հանգստանում է, բայց իրականում հենց գիշերն է տեղի ունենում ֆատալ ռիթմի խանգարումների առավելագույն քանակը։ Ինչ անել։ Ես չեմ վախեցնում ձեզ, ես զգուշացնում եմ, եթե խրմփում եք, հետազոտվեք քնի ապնոեի համար։ Քնեք առնվազն 7 ժամ, ընտրեք քնելուց 3-4 ժամ առաջ։ Փորձեք երեկոյան ժամերին ալկոհոլ չօգտագործել։ Հետևեք ճնշմանը քնելուց առաջ։ Մշտապես մեջքի վրա մի քնեք, եթե խրմփում եք։ Երբեմն մարմնի դիրքի պարզ փոփոխությունը կարող է փրկել կյանքը։ Քնի մեջ մահացած մարդկանց մեծամասնությունը ցերեկը իրենց նորմալ էին զգում։ Սրանք ծանր հիվանդներ չէին, սրանք սովորական մարդիկ էին սովորական սովորություններով, եւ հենց սովորություններն են որոշում ելքը։
Ես ուզում եմ, որ դուք մտածեք, այս գիշեր դուք կրկին պարկելու եք քնելու։ Ես ուզում եմ, որ դա անեք գիտակցաբար։ Օթափողեք սենյակը, մի կերսնվեք, ավելի շուտ պարկեք, շրջվեք կողքի վրա։ Երբեմն կյանքը փոխվում է ոչ թե դեղորայքի, այլ փոքրիկ որոշման շնորհիվ։ Եթե այս տեղեկատվությունը օգտակար էր ձեզ համար, կիսվեք այս տեսանյութով ձեր մերձավորների հետ։ Գուցե դուք փրկեք ինչ-որ մեկի կյանքը։ Հոգ տարեք ձեր մասին, մի անտեսեք ձեր մարմնի ազդանշանները եւ հիշեք, սրտի առողջությունը սկսվում է պարզ սովորություններից։ Մի հիվանդացեք, բաժանորդագրվեք ալիքին ստանալու ստուգմած բժշկական տեղեկատվություն։ Ձեզ հետ է բժիշկ Անահիտը։ Հանդիպենք հաջորդ տեսանյութում։